Բարև ձեզ, դիտակետն ուղիղ եթերում է։ Կզրուցենք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, ուրախ եմ ձեզ տեսնել այս տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ միանգամից սկսենք ամենաթարմ նորություններից։ Երեկ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը քաղաքացիների ընդունելություն էր, կազմակերպել, իր մոտ պետք է լիներ ընդունելություն, դուք եւս գնացել եք այնտեղ, որպեսզի մի շարք հարցեր ուղղեիք Ռուբեն Ռուբինյանին, բացի զարմանս մեզ, բացի ձեզանից, բոլորը ինչպես հասկանում ենք, արժանացել են այդ ընդունելությանը, բայց դուք ոչ։ Հիմա ինչ է կարծում, սա ձեր անձով, ձեր քաղաքական հայացքներով է պայմանավորված, թե Ռուբեն Ռուբինյանը հետևելով ձեզ, շատ ակտիվ, այսպես հետևելով ձեր գործունեությանը, հասկացել է, որ ձեր հարցերին չունի պատասխան։ Նախ ասեմ, որ այդ քաղաքացիների ընդունելությունը ազգային ժողովում կազմակերպվում է պարբերաբար, դա ազգային ժողովի փոխնախագահների եւ նաեւ մշտական հանձնաժողովների հետ քաղաքացիների ընդունելություն է։ Նախաձեռնությունը պատկանում է ազգային ժողովին։ Պարզապես այս անգամ ես զանգել եւ գրանցվել եմ բոլոր հնարավոր դեպքերում ընդունելության արժանանալու համար, այսինքն բոլոր մշտական հանձնաժողովների եւ ազգային ժողովի երկու փոխնախագահների հետ հանդիպելու համար։ Եվ նաև ասել եմ, որ հանդիպման հիմնական քննարկման թեման դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որովհետև падգամավորներից մեծամասնությունից ես տենցել նամակներ չեմ ստացել, եւ ինձ համար կարեւոր է բարձել նախ իմ գրած նամակների ճակատագիրը, եւ երկրորդը դրանց վերաբերյալ իրենց դիրքորոշումը, եւ նաև եթե անհրաժեշտություն կա, ես իրենց լրացուցիչ տեղեկություններ տամ։ Իսկ որոշ падգամավորների պարագայում նաև լրացուցիչ հարցեր Ասենք օրինակ Ռուբինյանի պարագայում ինձ հետաքրքիր էր իրանից լսել բացատրություններ հայ-թուրքական գործընթացում իր ներգրավվածության իրավական կարգավիճակի հետ կապված, որովհետև իմ դիտարկումներով նա իր գործողություններով ինքը Նիկոլ Փաշինյանը խախտել են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ սահմանադրական կարգը, որովհետև որում այդ խախտումը մեր երկրի սահմանադրությամբ արտաքին քաղաքականության իրագործման պատասխանատու մարմինը, միակ մարմինը, դա կառավարությունն է։ Եվ կառավարությունն էլ հաշվետու է ազգային ժողովին, այսինքն Նիկոլ Փաշինյանը պետք է ինքը վարի արտաքին քաղաքականություն գործադիր իշխանության մարմինների միջոցով եւ դրա արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ազգային ժողովին, այդ թվում Ռուբեն Ռուբինյանին։ Բայց պարզվում է, որ Ռուբեն Ռուբինյանը ըստ Նիկոլ Փաշինյանի իր որոշմամբ նշանակված է հայ-թուրքական հարաբերություններում որպես հայկական կողմից բանակցող, այսինքն լինելով օրենսդիր իշխանության ներկայացուցիչ իրականացնում է գործադիր իշխանության ֆունկցիաներ։ Այն դեպքում, երբ որ մեր սահմանադրությամբ օրենսդիր գործադիր եւ դատական իշխանությունները հստակ տարանջատված են միմյանցից։ Ավելին, ոչ մի իրավական ակտ չկա, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռուբեն Ռուբինյանը նշանակվի հայ-թուրքական գործընթացում որպես պաշտոնական բանակցող։ Ինչը խախտում է նաև միջազգային պայմանագրերի մասին օրենքը, որ բանակցությունները ինչպես են իրականացվում, ով է լիազորված պետության անունից բանակցություններ վարել եւ այլն։ Այսինքն առանց լիազորագրի, առանց որևէ իրավասության, խախտելով իշխանության տարանջատման սկզբունքը, Ռուբեն Ռուբինյանը ստանձնել այդպիսի ֆունկցիա, եւս Նիկոլ Փաշինյանը ինքը զեկուցում է Փաշինյանին իր կատարած աշխատանքների մասին, ընդգրկում է Փաշինյանի Թուրքիա կատարվող այցելությունների կազմում, նաև Արարատ Միրզոյանի։ Ինձ հետաքրքիր էր հասկանալ դա, որովհետև դա ըստ էության շատ լուրջ հանցագործություն է, սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն է։ Եվ ես ակնկալում էի նաև, որ մեր հանդիպումից հետո, երբ որ ես դա բացատրեմ Ռուբինյանին, հնարավոր է, որ նա ինքը չիմանա այդ մասին, որովհետև ինքը մինչև 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը ոչ մի փորձառություն չունի։ Իր առաջի աշխատանքը իր կյանքում, ոչ թե զբաղեցրած պաշտոնը, այլ առաջին աշխատանքը, որ ինքը տնից գնացել է աշխատանքի, եղել է արտաքին գործերի փոխնախարար 2018 թվականի մայիսին, այսինքն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց անմիջապես հետո։ Հետևաբար նրա գիտելիքների բացակայությունը կարծում եմ պատճառ է այս խնդրի համար, եւ ես իրեն պիտի առաջարկեի մեր հանդիպումից անմիջապես հետո ներկայանա Ազգային անվտանգության ծառայություն, այնտեղ կա հատուկ դեպարտամենտ, որը զբաղվում է սահմանադրական կարգի պահպանման եւ հակահաբեկչական գործընթաց անվանում է, բայց սահմանադրական կարգի պահպանություն այդ վարչության իրավասությունների տիրույթում է, որ ինքը ներկայանա ինքնախոստովանությամբ եւ նրան բնականաբար արդեն քրեական վարույթը նախաձեռնեն, ու արդեն սահմանված գործընթաց կան դատախազը պիտի ազգային ժողով համաձայնություն ստանա իրան նկատմամբ իրան որպես մեղադրյալ ներգրավելու համար, որտեղ ինքը պատգամավոր է։
Երկրորդ հարցը, որը պետք է իր հետ ճշտեի, դա իր մյուս կարգավիճակն է, ինքը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ընդգրկված է ազգային ժողովի մի հանձնաժողովի կազմում, որը կոչվում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով։ Այդ հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է եւ Ռուբեն Ռուբինյանը նույնպես ընդգրկված է այդ հանձնաժողովի կազմում։ Այդ հանձնաժողովի անդամ լինելու համար ուզում եմ իմանամ ո՞նց են աշխատում այդ հանձնաժողովի աշխատանքները, ո՞նց է կազմակերպվում։ Եվ երրորդ բնականաբար հարցը, որ բոլորին աղոված որպես падգամավորներ այդ Ռուբինյանի վերաբերում է վարչապետի անվստահությանը։ Ես ինձ հետ տարել եմ, առաջիկայում էլ այսօր չկա ժամանակացույցով ընդունելություն, վաղը նորից կա, մյուս օր կա, ես բոլորին գրանցվել եմ եւ հանձնաժողովներին եւ փոխնախագահներից մնացել է Հակոբ Արշակյան։ Եվ տանում եմ հետս կառավարության գործունեության ծրագիրը, որին իրենք որպես падգամավոր պարտավոր են վերահսկեն եւ անհամապատասխանության դեպքում վարչապետին անվստահություն են։ Եվ այդպես մի վարժություն լրագրողների հետ արել եմ օրինակ, հիմա ձեռքից տակ չկա որ միասին էլ անենք, բայց դուք իքներդ կարաք անեք, վերցնում եք կառավարության ծրագիրը, սկսում է 4-րդ էջից, մինչև այդ տիտղոսաթերթն է, բովանդակությունը 4-ից 102 էջ, մա ցանկացած թիվ վիճակականությամբ տալիս եք, ասենք, ներդատեք 67, բացում եք 67-րդ էջը, ու կարդում եք։ Տեսնում եք այնտեղ ինչա գրած, ու ինչա անում իմիգվա կառավարությունը։ Այտենց էջի չկա այդ ծրագրում, որ կառավարության գործունեությունը համապատասխանի այդ ծրագրին։ Հետևաբար խորհրդարանը դրա համար է, որ նման անհամապատասխանության դեպքում, անգամ չնչին անհամապատասխանությունների դեպքում անվստահություն հայտնելու գործիքա կազմես դրա համար է, եւ դա ոչ թե ընդդիմադիր падգամավորների մենաշնորհն է, այլ բոլոր падգամավորների, որովհետեւ այդ ծրագրի նախաբանում գրված է, որ այս ծրագրի մշակման հիմքը 2021 թվականի ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ժողովրդին տված խոստումներն են։ Իսկ Ռուբեն Ռուբինյանը падգամավոր ընտրվել է այդ խոստումներով քաղաքացիական պայմանագիր խմբակցության այդ դաշինքի կուսակցության համամասնական ցուցակով։ Բայց ինքը պարտավոր է հետևի իրանց խոստումների, այսինքն բա ինչ խափում են մեր ժողովրդին։ Հիմա ընդ որում ես այդ ամեն ինչ իրեն նախապես էի ասել, թե ինչ հարցեր են պատրաստում իրենք քնա։ Հավանաբար լսելով, որ ինքը դժվար թե այդ հարցերի պատասխանները ունենա, փախավ այդ խուսափեց այդ հանդիպումից եւ ինչն է հետաքրքիր, որ ես սահմանված ժամին գնացել էի, ընդունարանի աշխատակիցը ներս հրավիրեց մեկ այլ քաղաքացու, ես սպասում էի դեռ, հետո մոտեցավ ինձ, ասաց պարոն Ղազարյան, ոնց որ թե այլ քաղաքացիներ չկային ընդունելությանը սպասող, ասաց, որ պարոն Ռուբինյանը հրաժարվում է ձեզ ընդունել։ Ես խնդրեցի պարզաբանել ինչով է պատճառը, ասացի միայն ինձ է հրաժարվում, ասաց այո, միայն ձեզ հրաժարվում է ընդունելից։ Եթե այլ քաղաքացիներ կան, կընդունի։ Սա չափազանց տարօրինակ եւ ապօրինի վարքագիծ է, հետագայում վերաբերվում։ Մեր ինձ նաեւ հուշեցին իրավաբաններ, ես հաղորդագրություն ստացա, ես ճիշտ ասած, դե որ նոր եմ հիմա իրավաբանության մեջ իմ քայլերն անում, ամեն ինչը սովորում եմ նաև ընթացս, նաև պրակտիկայում, եւ ինձ ներկայացրեցին քրեական օրենսգրքի 203 հոդվածը, որը սահմանում է խտրական վերաբերմունք, այսինքն մարդու նկատմամբ խտրական վերաբերմունք պայմանավորված նաև իր քաղաքական հայացքներով, եւ ավելի խստացնող նորմեր կան երկրորդ մասով այդ հոդվածի, որը իրականացվում է պետական պաշտոնյայի կողմից։ Այսինքն ծանրացնող հանգամանք կա այդ հանցանքի, Ռուբեն Ռուբինյանի գործողությունը ամբողջությամբ տեղավորվում է այդ հանցագործության նկարագրության մեջ եւ այդ պատճառով ես այսօր արդեն հիմա ճամփրուկում եմ իմ այդ հաղորդում հանցագործության մասին ծրարով եւ մեր հաղորդումից հետո ես post-ի մոտակայքում առավոտյան post-ից ուղարկեմ post-ային խափանում կար բաժանմունքներում դա կարա լինի որովհետեւ հայ post-ի տնօրենը Հայկ Կոնջորյանի կինն է Երևի դա է հիմնական պատճառներից մեկը, որ հայ post-ը չի կարողանում նորմալ հիմա աշխատի, բայց ամեն դեպքում ոնց է չլինի կվերականգնվի այդ խնդիրները եւ ես այդ հաղորդում այսօր կուղարկեմ գլխավոր դատախազություն եւ ակնկալում եմ, որ վարույթ կնախաձեռնվի եւ գլխավոր դատախազը, որ հիմա այսօր էր ազգային ժողովում, մի անգամ եւս կգնա ազգային ժողով Ռուբեն Ռուբինյանին անձեռնմխելությունից զրկելու համար։ Իդեպ ասեմ, երեք հանդիպում կայացավ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության հարցերի մեծ անվանում ունի հանձնաժողովի հետ։ Հանդիպմանը ներկայացել էր միայն Հայաստան խմբակցության падգամավոր պարոն Սարգսյանը եւ տարօրինակ էր, որ ոչ մի այլ հանձնաժողովի անդամ չէր եկել, դա իրենց գործն է
Այսինքն եթե հանձնաժողովի հետ ընդունելությունը նշանակում հանձնաժողովի բոլոր անդամները պետք է գան քաղաքացիներին լսեն։ Եվ այս հարցերը ունեի օրինակ այդ հանձնաժողովի նախագահային, ուրեմն հայ գնա թե վայ են դրանք աղբերներ են, մեկը մարզպետ է, մեկը հանձնաժողովի նախագահ Տավուշից, Նիկոլ Փաշինյանի քահորն է այդ։ Բայց ասին քահորն է, բայց հետո պարզվեց որ նա ոչ եկեղեցով է փսակվել, որ Զաքսով, թե որտեղ է քահորություն արել, չգիտեմ, բայց որպես երևի Աննան Հակոբյան ասում են ինչ-որ նշան դրեքի պես մի բան եղել է, սինի բան համենայն դեպս եղել է։ Այդ դրանց քահորն է։ Հիմա այս Ղալումյանը այս ազգային ժողովին է, Տավուշի նախկին մարզպետն է, 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո ինքն է եղել Տավուշի մարզպետ։ Հիմա իր եղբայրն է մարզպետ։ Հիմա այդ ընթացքում, երբ որ ինքն է եղել մարզպետ ու իր եղբայրն է եղել, Տավուշի սահմանները փոխվել են, այսինքն Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզից 4 գյուղեր իր հարակից տարածքներով հանձնել է Ադրբեջանին։ Հիմա ուզում եմ ես Ղալումյանից իմանամ ինքն է ապօրինի պաշտոնավար է, թե իր եղբայրը։ Որովհետև իրանց երկուսի պաշտոնավարման շրջանում Տավուշի մարզը սահմանները փոխվել է։ Հիմա մեկը ապօրինի է, որովհետև այդ ընթացքում 18 թվականից մինչև հիմա ոչ մի օրենք չի փոխվել, ոչ վարչատարածքային բաժանման մասին օրենքն է փոխվել, ոչ ասենք միջազգային պայմանագրերը փոխվել, ոչ Ադրբեջանի հետ սահմանային համաձայնագիրակնքվել, վավերացվել, ուժի մեջ մտել։ Բայց սահմանները փոխել, նշանակում է դրանցից առնվազն մեկը ապօրինի է պաշտոնավար է, կամ ինքը կամ աղբերը։ Հիմա ուզում եմ իրանից իմանամ, որ մեկը պետք է մեր հանդիպումից հետո գնա Ռուբինյանի հետ ազգային անվտանգության ծառայություն, որովհետև հաստատ դրանից մեկը պետք է գնա, առնվազն մեկը։ Կարող երկուսով է գնան։ Աղբերներով, ասեմ, եթե աղբերներով եկել են իշխանության, աղբերներով էլ ճիշտ կլինի, այդան, չգիտեմ, այդեն ժամանակ նույն կամերում նստածնում են, թե չէ, բանակ վեթալուց նույն զորամասում են աղբերներով ծառայեն, բայց այոնակ դատելուց չգիտեմ, դրանք նույն խցում պիտի նստեն, թե առանձին պիտի, դա արդեն ինչ չվերաբերող հարց է, ինձ հետաքրքիր է իրանց գործունեության օրինականության հետ կապված, ընդ որում այդ Ղալումյանն էլ անգրկված Հայաստանի եւ Արցախի խորհրդարաների հանձնաժողովի կազմում։ Հիմա ես հետևողական եմ լինելու, վաղ օրինակ էլի կա հանդիպում սոցիալական հարցերի հանձնաժողովում, բայց համընկելայի դատական նիստի հետ վաղը ժամը 10-ին կենտրոնի դատանում իմ նկատմամբ որ այդտեղ ես մեղադրյալի կարգավիճակ, իրանք օրինավորներն են, ես մեղադրյալ էլի։ Այդ դատական նիստն է, բայց պիտի խնդրեմ դատանը երևի հնարավորություն տա, որ նիստը հետևողություն այնքան սահմանի, որ ես հնարավորություն ունենամ մինչև ժամը 1-ը գնամ ազգային ժողով եւ մասնակցեմ նաեւ այդ ես նախատեսել եմ բոլորի հետ հանդիպ, բոլոր հանձնաժողովների ու պարզվեց, որ Հայաստան խմբակցությունից էր երեք պատգամավոր, որովհետեւ ինչ-որ հերթապահության սկզբունք, այսինքն ոնց է չլինի մի քպայական այնուամենայնիվ չի կարող խուսափել այդ հանդիպումից, դե իրանք ընդհանրապես իմ ձեռից փրկություն չունեն։ Ճար չունեն, ասենք փախնելու տեղ չկա, այս իմպիչմենտի գործընթացից ոչ մեկ փախնելու տեղ, ոչ մեր ընդդիմադիր պատգամավորները կարան այս գործից փախնեն։ Ոչ քպեական պատգամավորներ, սա լող բան է։ Վերջը դուք եք լուծարելու այս ազգային ժողովը։ Չէ, ազգային ժողով չի լուծում, կառավարությունը, մեր նպատակը ազգային ժողով լուծալը չի, կառավարությունն անվստահ, 100%, ես վստահ եմ։ Ու կտեսնեք թե դա ոնց է ալնելու։ Մեր հասարակությունը շատ լավ հետևում է այս ամեն ինչին։ Մենք էլ հիմա մեր ժողովրդին նեղություն չենք տալի։ Ամբողջ նեղության չարչարանքի պատասխանատվությունը, բա ես վերցրել եմ ինձ վրա։ Հիմա այս օրինակ վաղը կոչ չեմ անում որևէ մեկին գա ազգային ժողով։ Ասենք գա, որ ես մասնակցեմ ընդունելության։ Ես առայժմ միայնակ կփորձեմ այս դիմադրությունը հաղթահարել։ Հետո եթե տեսնեմ, որ իմ մոտ չի ստացվում, անհրաժեշտ է որպեսզի էլի մարդ գա, միասին դա անենք, այդ ժամանակ ես կխնդրեմ մեր ժողովրդին համախմբվեն, աջակցեն, որպեսզի նույն բանը միասին անենք։ Այդ ժամանակ կարծում եմ արդյունավետությունը ավելի մեծ կլինի, որովհետև Հրանտ Մաթևոսյանը Ես ստեղծագործություններից մեկում դա դասական է, գրել ասում 20 հոգի առողջ տղամարդ ենք, ուզենք շալվար քանենք, ուզենք թազա շալվար քաղաքցնենք։ Հիմա որ բանի որ անհրաժեշտություն առաջանա այդ խորհրդանշական 20 հոգու հավաքը կազմակերպել եւ հանդերձել եւ ապա հանդերձել մեր գործընկերներին, սիրելի գործընկերներ, մենք միասին դա կանենք։ Իհարկե դա ամեն ինչը բոլորը փոխաբերական եւ գեղարվեստական իմաստով, որովհետեւ բառի բուն իմաստով այնտեղ լուրջ խնդիրներ կան, հատկապես Վահագն Ալեքսանյանի հետ, որը իդեպ ինձ նամակով պատասխանել է, ասել է, որ ինքը չի նախաձեռնելու այդպես գործընթաց ու լրիվ պարզա դառնում իր նամակից, որ ինքը բացարձակ անտեղյակ մարդ։
Մեր երկրի օրենքները չի պատկերացնում ընդհանրապես բան էլի։ Ես իհարկե իրանց հետ առանձին հանդիպումներ եք խնդրեմ պատգամավորների։ Հա, դուք նշել եք, որ Վահագն Ալեքսանյանի հետ պատրաստում եք հանդիպել, առաջարկել։ Եղել է այդ առաջարկը։ Ես դեռ չեմ գրել իրեն, առաջիկա կգրեմ, ծանրաբեռնվածությունը ցույց չի տալի, դե խնդիր չկա, նամակին իրակի պատասխան կգրեմ, որ հաշվի առնելով, որ մոտարապես կարամ ասեմ, եթե հիմա լսի, կարա իմանայինք ինչ նամակ է ստանալու, հաշվի առնելով, որ ձեր գրած նամակից ես հասկացա, որ դուք տարական նվազագույն պատկերացում չունեք ոչ անվստահության գործընթացի, ոչ մեր երկրի օրենսդրության, ոչ սահմանադրության վերաբերյալ, ուստի իմ համեստ գիտելիքներով եւ փորձառությամբ եւ պատրաստ եմ ձեզ շատ փոքր փոխհատուցման դիմաց, ընդամենը ակնկալում եմ, որ 250,000 դրամ ինքը ամիս պետբյուջեից փող է ստանում պատգամավորական ծախսերի փոխհատուցման համար, որ այդ գումարների շրջանակներում ինքը մի ռեստորանում կամ սրճարանում ժամադրություն կազմակերպի, հանդիպում, ես կխնդրեմ ինձ համար պատվիրի ընդամենը մի ամերիկանո տաք եւ մի հատ բյուրեղ, սառը ջուր։ Իր համար ինչ իր սիրտը քաշի, լավ կլինի իհարկե կալորիականություն ունեցող ու հնարավորինս առատ ուտելիքներ։ Նու 250,000 դրամի կարա, կարծում եմ, մինչև 20,000-ով էլ կարա, ասենք, մի խորովածի տեսականի, սալատներ, բան ամեն ինչն է վերցնի։ Ու ասենք, ես խոսեմ ինքը ուտի, ես խոսեմ ինքը ուտի, ու որովհետև երբեմն մարդու ընկալունակություն ուղիղ աշխատում է, երբ որ ստամոքսը կուշտ է։ Ասենք, սոված մարդու սխալ է բան բացատրել, կարող է չհասկանա։ Ասենք ինչ-որ մի ժամանակ նախնական կսպասեմ ինքը ուտի հասկանամ, որ արդեն կշտացել է, մնացած մասին է անցել, նոր այդ ժամանակ ես կբացատրեմ, ու ինձ թվում է մենք արդյունք կունենանք։ Նույնը վերաբերում է Թաքուի Ղազարյանին։ Այո, նա էլ էր, չէ՞ ձեզ պատասխանը։ Նա էլ է պատասխանը, նրա հետ էլ, նա չգիտեմ, արտաքին տվյալներով նա չեմ անում, մտենք սննդի նկատմամբ իր հակումները, մի խոսքով ինչ որ ինքը իր համար կցանկանա, թող պատվիրի, իմ համար մի հատ սուրճ, մի հատ ջուր։ Եվ ես պատրաստ եմ այդ չնչին փոխհատուցման դիմաց իրանց տամ շատ արժեքավոր խորհուրդներ մեր պետական կառավարման համակարգի մասին։ Ղազարյան, Լուսինե Բադալյանի, թե չեմ սխալվում, Լուլուով հայտնի պատգամավորը չի արձագանքել, ենթադրում եմ դերևս թե այդպես։ Մի հատ տեսանյութ կա իր մասին վերջերս տարածումա, միգուցե դա է իր արձագանքի ձևը, վերջերս 3 կարծեմ տարածվեց այդ տեսանյութը, որտեղ մի խոսքով կարող է պետք չի նկարագրել, թե ինչ էր անում ինքը այդ տեսանյութում, բայց ինձ թվում է, ես այդ տեսանյութից մի հատված դրել եմ ինտերնետում, գրել եմ կոմպրոմատ, մատը ընդգծված։ Կարող է այդ ձևով է ինքը արձագանք է, բայց ես դա պատշաճ պատասխան չեմ համարում այն նամակին, որ ես ուղղել եմ Լուսինե Բադալյանին։ Շատ լավ։ Ես այլ բան եմ ակնկալում իրենից, պատասխան։ Պարոն Ղազարյան, իսկ Ռուբեն Ռուբինյանի այս պահվածքը կարող է նախադեպ դառնալ մյուս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների համար, որպեսզի նրանք էլ ձեզ չընդունեն, ասեն դե չենք ցանկանում լսել քաղաքացի Ղազարյանի, բայց դատախազի ու քննիչի ծանրաբեռնվածությունն է մեծանում, որովհետև նրանք պատգամավորներ են վարույթ նախաձեռնելու համար ամեն անգամ գլխավոր դատախազը պիտի գնա ազգային ժողով ու համաձայնություն ստանա, որ եւս մի պատգամավորի դեմ վարույթ նախաձեռնվի իրան մեղադրանք առաջադրեն։ Իսկ իրենք եթե տենց շարունակեն այդպիսի վարքագիծ, գլխավոր դատախազի գործն են դժվարացնելու։ Թե չէ իմ համար մեկը, ասենք այդ հաղորդումը հանցագործության մասին այսօր 7-8 րոպե է տվել, որ ես գրել եմ։ Հաջորդ ավելի հեշտ արել copy paste ընդմենակ անուն ազգանունն է փոխվելու, էլի։ Շատ լավ։ Իհարկե խոսեցինք իշխանական պատգամավորների վերաբերմունքի մասին, բայց իմպիչմենտի գործընթացը արդեն 2 շաբաթ եղավ, չէ՞ որ նախաձեռնել եք ապրիլի 28-ին, այո, 2 շաբաթ, եթե ոչ ավել, վերադառնանք մեր ընդդիմադիր պատգամավորներին, իհարկե հայտարարությամբ հանդես եկան խմբակցությունները, բայց այնուամենայնիվ որևէ փոփոխություն նրանց կարծիքի մեջ, հանդիպումներ նրանց հետ կա, թե ոչ, թե նույն տեղում մնում է։ Պատգամավորների հետ հանդիպում չի եղել, որովհետև իրենք նման ցանկություն չեն հայտնել։
Որոշ հանդիպումներ եղել է այլ քաղաքական ուժերի հետ, որոնք որ խորհրդանում ներկայացված չեն, իսկ մի դեպքում նաև այդ քաղաքական ուժը ինչ որ ձևով ներկայացված է խորհրդանում։ Մենք հանդիպում ենք ունեցել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ, հանդիպում ենք ունեցել միասին այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման ներկայացուցիչների հետ, Հայրենիք կուսակցության ղեկավար կազմի հետ եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամների եւ կուսակցության նախագահի հետ եւ ԱԻՄ կուսակցության Երևան քաղաքի վարչության անդամների հետ։ Այսինքն այդ քաղաքական հանդիպները մենք ունեցել ենք, Հայ հեղափոխական դաշնակցության հետ մենք ենք նախաձեռնել հանդիպում, այդ հանդիպումը չի կայացել իրենց կողմից մերժելու հիմքով, այսինքն ցանկություն չեն ունեցել հանդիպել, այն պատճառաբանությամբ իմ գործընկեր Նարեկ Մալյանն է փորձել կոնտակտ անել, այն պատճառաբանությամբ, որ քանի որ գործընթացը հրապարակային է, իրենք իրենց տեսակետները արդեն իսկ հայտնում են կամ կհայտնեն կամ հայտնում են հրապարակային ձևով եւ առանձին հանդիպման անհրաժեշտություն չեն տեսնում։ Մենք ունենք, այո, ինչպես դուք ասացիք, երկու խմբակցությունների հայտարարությունները։ Տարօրինակ իմ կարծիքով, ամեն մեկը իր չափով հայտարարությունները, իհարկե առավել խոցելի է Հայաստան խմբակցության հայտարարությունը, այնտեղ այդպես պարբերություն չկա, որ խոցելի չլինի, որովհետեւ այս կառավարության ծրագրի պես մի բան է, այսինքն բոլոր պարբերությունները խոցելի են։ Որոշ падգամավորների առանձին արձագանքները, որոնք ոչ միայն լրագրողական հարցազրույցների տեսքով են տարբեր տաղավարներում կամ այժմ ճեպազրույցներով, այլ падգամավորներից մեկը Աղվան Վարդանյանը նաև ինքն էր հրավիրել մամուլի ասուլիս խորհրդանում եւ իր մոտեցումները ներկայացրել ավելի խայտառակ, ավելի խոցելի, քան Հայաստան խմբակցության հայտարարություններ, անգամ վիրավորանքներ հնչեցնելով Ձեր հասցեին էր, եթե չեմ սխալվում, գրել էր Facebook-յան։ Բնութագրումներ տալով այդ գործընթացին, դրա մեջ ինչ որ չէ, սպառնալիք չկար, բնութագրումներ էր, որ դա ավանտյուրա է եւ այլ այնց ավանտյուրա, այնց բնութագրումներ կային, որ սա թիրախավորում է Հայաստան խմբակցությանը, Ռոբերտ Քոչարյանի, անմիտ, շատ անկեղծ ասած դիտարկումներ։ Ես չգիտեմ դա ինչքանով է իրան ընդհանրապես բնորոշ, բայց այդ հայտարարությունը կոնկրետ այլ կերպ դժվար է ասել, ինչ որ ենթատեքստ փնտրել մի բանի մեջ, որ այդ ենթատեքստը առհասարակ գոյություն չունի, պարզ հասարակ գործընթաց է իրավական իմաստով, հիմնավորված իմաստով։ Մենք պարզ ամեն ինչը ներկայացնում ենք, եթե ցանկություն կա պարզաբանելու, հասկանալու համար, արդյոք դա ինչ որ մեկի կողմից է նախաձեռնված, որ այս գործընթացում տեսանելի չի երևում։ Դրանք հարցեր են, որ շատ հանգիստ կարելի է այդ հարցերը տալ, ստանալ դրա պատասխանները եւ չտապել անմիտ ինչ որ դատողություններ անել եւ լրացուցիչ խայտառակվել դրա կապակցությամբ։ Բայց միևնույնն է, ես անկեղծ ասած այդպես առանձնապես շատ այդպես ծանր ուշադրություն չէ, բայց այն ինչ որ ուշադրության արժանի չի, ուշադրության չի արժանանում, անգամ մեր հասցեին հնչող վիրավորանքները։ Ես ասել եմ, որ նրանք կարող են նաև նույնիսկ ովքեր որ չեն ուզում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնեն, իսկ նման հայտարարությունները դրա դրսևորումներն են, որովհետև ովքեր ուզում են անվստահություն հայտնեն, սկսում են գործընթաց, ովքեր որ չեն ուզում, ներկայացնում են տարբեր պատճառաբանություններ կամ պահանջներ, առավել եւս նման անհիմն եւ անմիտ դրսևորումներով, բայց չեն ուզում։ Հիմա ովքեր որ չեն ուզում այդ գործընթացը իրականացնեն, կարող են նաև մեզ ոչ միայն վիրավորել, այլև հայհոյել, անպատվել, չգիտեմ, բայց մենք դա ես ինքս դա անձնական չեմ ընդունում, որովհետև այդ գործընթացը իմ անձնական շահերով չի պայմանավորված եւ ըմբռնումով եմ վերաբերվում, որ այդ գործընթացին դիմադրող գործիչներ, ինչպիսիք են Աղվան Վարդանյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ մյուսները, ամեն մեկը իր պատկերացումներով, իր շահերով կարող են Արսեն Թորոսյանը, կարող են տարբեր դրսևորումներ ունենալ, բայց միևնույնն է ես դրա այդ հակադարձության ուշադրություն չենք դարձնելու, մեզ հետաքրքիր է այս գործընթացի առողջ հատիկները, առողջ դրսևորումները, որոնք որ ծիլ են տալու, զարգանալու են եւ
վստահ եմ, որ մենք ունենալու ենք հաջող արդյունք։ Պարոն Ղազարյան, հետաքրքիր է, որ Հովիկ Աղազարյանի նորաստեղծ կուսակցությունը, եթե չեմ սխալվում, նրանք էլ էին հայտարարություն տարածել, բնականաբար ձեր նախաձեռնությունից հետո, որ նրանք էլ են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Հանդիպում ունեցել եք նրանց հետ։ Ես Հովիկ Աղազարյանի հետ հանդիպում ունեցել եմ, բայց այդ հանդիպումը բնականաբար այդ որոշումը իրանց այդ հանդիպման հետ պայմանավորված չի։ Դա իրանց, որովհետև իրենց որոշումը իրենք հրապարակել են ուրբաթ օրը, նախապես պարոն Աղազարյանն ասել է, որ իրենք ունենալու են վարչության նիստ եւ վարչության նիստում որոշում են կայացրել, սկսել անվստահության գործընթաց եւ հայտարարվել է, որ ամսի 20-ից դա կստանա պաշտոնական դրսևորում, որովհետև մինչեւ հիմա իրանք չեն սկսել, ասեմ, որովհետև սկսելու համար պետք է վարչապետի թեկնածու։ Եվ Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ իրանք հավանաբար ամսի 20-ին կունենան վարչապետի թեկնածու եւ պաշտոնապես կսկսեն այդ գործընթացը։ Ես կարծում եմ դա մեզ հետ, այսինքն համաձայնեցված չի եւ չէր կարող լինել, բայց նրանց գործողությունները այն տրամաբանության մեջ է, ինչը որ մենք պատկերացնում ենք անվստահության գործընթացը, այսինքն մենք դիմել ենք բոլոր падգամավորներին եւ ցանկացած падգամավոր, այդ թվում երկու падգամավոր, այդ թվում առանձին վերցրած մեկ падգամավոր այդ գործընթացը կարող է սկսել իր նախընտրած տեխնացիով եւ հետագա քայլերով որոշել այդ գործընթացի հաջողության ճակատագիրը։ Դա իրենց իրավունքն է եւ ես կարծում եմ, որ նորմալ է, որ իրենք այդ գործընթացին ըստ էության դրական արձագանք են ցուցաբերել եւ պատրաստ են նման նախաձեռնություն ցուցաբերել։ Մի քիչ ճիշտ ասած ռիսկեր կան, քանի որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլյանը դեռևս ամբողջությամբ դժվար է իրենց դասակարգել ընդդիմադիր հայացքներ ունեցող падգամավորների շարքին, անգամ իրենք են մի անգամ հրաժարվել ընդունել, որ իրենք ընդդիմադիր падգամավորներ են ազգային ժողովում։ Հետևաբար անհանգստություն կա, որ այդ գործընթացը կարող է իշխանական շրջանակների կողմից է կառավարվում եւ փորձեն նման արհեստական մի process անել հիմնական գործընթացը վիժեցնելու կամ նրան խափանելու, խոչընդոտներ ստեղծելու իմաստով։ Չեմ ուզում այդ վարկածին հիմնվել։ Առայժմ հուսով եմ, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ազնիվ են իրենց մտադրության մեջ եւ իրենք նույնպես ուզում են վարչապետին անվստահություն հայտնել, ընդ որում իրենց պարագայում դա առավել քան հիմնավոր է, որովհետև իրենք երկուսն էլ падգամավոր են ընտրվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով։ Եվ ըստ էության Նիկոլ Փաշինյանն եւ իր կառավարությունը չի կատարել ժողովրդին տված այն խոստումները, որոնցով նաեւ իրենք են ընտրվել падգամա։ Մենք ինչ ենք ասում, որ այդ գործընթացի հիմնական դերակատարները պիտի լինեն հենց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամ։ Իրենց կուսակցության ծրագիրը չի կատարվում։ Իրենք են կոլեկտիվ խարդախներ ու խաբեբաներ դառնում Նիկոլ Փաշինյանի պատճառով։ Հետևաբար իրենք առաջինը պետք է նախաձեռնեն Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ Այդ տեսանկյունից Ասլանյանի եւ Աղազարյանի նախաձեռնությունը առավել քան տրամաբանական է եւ փշրում է նաեւ այն ստերեոտիպը, որ ԿՊ-ականները երբեք չեն միանա, խնդրեմ, ԿՊ-ականներ են եղել, ընտրվել են падգամավոր եւ իրենք են նախաձեռնում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Եվ կարծում եմ, որ նրանց օրինակը կարող է վարակիչ լինել, իսկ ԿՊ-ում իմունային բավարարվածության մակարդակը կարծում եմ շատ փոքր է եւ ցանկացած առողջ վարակ կարող է արագ տարածվել եւ կարճ ժամանակահատվածում մենք ունենանք, կարծում եմ, շատ բան պետք չի մեզ, ասեմ ձեզ, որ շատերը տենց բարդ են պատկերացնում եւ այլն։ Այս պահին ԿՊ-ում կա 69 падգամավոր իրենց խմբակցությունում, Աղազարյանի ու Ասլանյանի դուրս գալուց հետո որոշման կայացման համար, եթե իհարկե մեզ հաջողվի ընդդիմադիր падգամավորներին համոզել, որ իրենք սկսեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, եթե դա հաջողվի, հուսով եմ կհաջողվի, ապա մեզ պետք է լինելու ընդամենը 20 падգամավոր, այսինքն 7 մոտահասում 69-ից 20-ը, դա շատ փոքր թիվ է, նույնիսկ 1/3-ը չի։ Պարոն Ղազարյան, ես ցանկանամ խոսենք նաև մայիսի 9-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր հաղթանակի օրվա կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում, տեսանք թե ինչպես էր նա իրեն դրսևորում, օրինակ նկարներ էին հայտնվում, որտեղ բոլոր երկրների ղեկավարները զրուցում են իրար հետ, Նիկոլ Փաշինյանն այսպես մի անկյունում կուչ է եկել առանձնացված։ Ինքը ֆրանսախոս է։ Ֆնդել ֆրանսերեն իմացող համարյա թե մարդ չկա։
դրա համար դժվար է ինել, ասենք իր հետ հաղորդակցում։ Ինքը ֆրանկոֆոն է։ Ռուս լրագրողը նրան Ադրբեջանի ղեկավար ներկայացրեց պատահականություն թե ռուս լրագրողը ոնց է չլինի մի անգամ Մոսկվայի որևէ գյուղատնտեսական շուկայից առևտուր արած կլինի ու տեսած կլինի դե ադրբեջանցիներին այդ գլխարկով, այդ տեսքով, տենց փնթի այդ կարելոք ծախողի գլխարկով բանով տեսել է մի անգամից իրեն այդ թուրքն է մտքին եկե, բայց ասենք չի մտածել որ կարող է այդ կարելոք ծախող ինքն է հիմա այդ կարմիր ուղեգորգի վրայով անցնում, ասել է ասած Ադրբեջանի ղեկավարը, այսինքն տեսա որ ադրբեջանցի է, բայց չի մտածում որ շուկայի ադրբեջանցին կլինի, ղեկավար պիտի լինի որ ընդդեմ, այդպես համադրեց ասած Ադրբեջանի ղեկավարը, չի մանու որ դա Ադրբեջանի ղեկավարը չի, Ադրբեջանի ենթականն է։ Եվ իր տեսքից էր այդ բանը պայմանավորում։ Եվ նաև ցավալի բան, որ այդ շքերթեր եւ զորախմբերը անցնում էին տարբեր պետությունների ներկայացուցիչները, Հայաստանը ներկայացված չէր։ Սա ինչով է պայմանավորված ըստ ձեզ։ Յաշմանն դեր։ Այո, այնտեղ էր։ Բա Յաշման կար, Իլհամ Ալիևը չկար, Նիկոլ Փաշինյանն էր այնտեղ։ Ինքը ոչ էր գնացել հայկական զորախմբին դիմավորելու, ինքը գնացել էր ադրբեջանական զորախմբին դիմավոր։ Ընդ որում եթե շքերթը նայել եք, կադրեր էին ցույց տալի, որ երկրի զորախումբը որ անցնում էր, այդ երկրի ղեկավարը, այնտեղ շատ պատվիրակություններ կային ու հիմնականում պետությունների ղեկավարների մակարդակում։ Նրանք հոտնկայս իրենց զորախմբին դիմավորում էին Կարմիր հրապարակում։ Երբ որ Յաշման անցավ, Նիկոլ Փաշինյանին ցույց չտվեցին, եթե նկատել եք։ Ու մենք դեռ չիմացանք ինքը կանգնել էր, ծնկի երի չէ, ասենք նամազար է ժամանակ դες նստած է մնացել Թե ծնկի է եղել չի երևացել Համենայն դեպս կադրեր չկա ասենք օրինակ կարող է նաև հենց ուղղակի նստած է մնացել չեմ կարող ասեմ բայց կարող օրինակ իմ տպավորությամբ ինքը կարող է ծնկի իջած լինի եթե Յաշմանը անցնում որովհետև Ալիև ասենք որ իմանա Նիկոլ Փաշինյանը ժամանակ ծնկի այ չէ շատ կուրախանա շատ կուրախ ու հենց կարող է խաղաղություն հաստատվի էլի կարող է տարածել լինի Ընդհանուր առմամբ իր պահվածքը շատ խայտառակ էր եւ այսօր մամուլում է գրել են որ շատ վատ տրամադրությամբ է ինքը եկե Ռուսաստանի նախագահի պաշտոնական ընթրիքին չի մասնակցել ինքը այնտեղ նու վերջը նաեւ հեծանիվ չի քշե Բերեք արձանագրենք որ ինքը այցելել է ու առավոտյան հեծանիվ չի քշե Միգուցե ինքը ցանկացել է ինքը հեծանիվով անցնի այդ պարադը չեն թողե կարող է դրանից էր տրամադրությունը ընկե որ ասել ինքը հեծանիվով գա անցնի էլի դեռ բոլոր նստածել են ինքը բայց չեն թողնի դե ով էլ ուզում ալներ զինվորական շքերթ է ասենք կրկես չի օրինակ եթե Մոսկվայում հայտնի կրկես կա դե կարա գնա բայց զինվորական շքերթին չէին թողնի ինչքան է խնդրեր չէին թողնի երևի դրանից էր տրամադրությունը նաև Գեսկի պարզ չէր ասենք իմիջայլոց ասեմ նաև քաղաքական կարևոր կողմը որ պատվիրակությունները որոնք Մոսկվայում եղել են մայիսի 7-ից սկսած այդ թվում Չինաստանի նախագահը Եգիպտոսի նախագահը այլ պետությունների ղեկավարներ նրանք գրեթե բոլորը Ռուսաստանի նախագահի հետ ունեցել են երկկողմ հանդիպումներ եւ ընդհանրապես նման դեպքերում դիվանագիտական արարողակարգով ընդունված է որ եթե կարևոր իրադարձությունների առիթով պետությունների ղեկավարների մակարդակով այցեր են լինում, հյուրընկալ երկրի ղեկավարի հետ երկկողմ հանդիպումներ են լինում, նույնիսկ քաղաքավարական, չնայած ասենք օրինակ Չինաստանի դեպքում ընդլայնված կազմով նաև հանդիպումներ եղան պատվիրակությունների, համաձայնագրեր ստորագրվեցին ռուս-չինական, նույնիսկ Եգիպտոսի հետ, բայց մյուսների հետ օրինակ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահը քաղաքավարական երկկողմ հանդիպումներ ա ունեցել։ Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հանդիպում երկկողմ ձևաչափում տեղի չի ունեցել։ Եվ եթե խոսում ենք հայ-ռուսական հարաբերությունների դրանց որոշ մանավանդ վերջի շրջանում խնդիրներ կային, չէ՞, այս Եվրոքվեի օրենքը ընդունելուց հետո ռուս պաշտոնյաներ կային, փոխվարչապետ, արտգործնախարարի տեղակալներ, ովքեր հայտարարությունների հանդես գալի, սա կարծում եմ որ լավ առիթ էր նաև երկկողմ ձևաչափում հարցեր քննարկելու, պարզաբանումներ տալու, պարզաբանումներ ստանալու նպատակով, ինչը որ տեղի չի ունեցել, այսինքն ինքը զուտ ֆիզիկապես է գտնվել, այնտեղ էլ բոլորից մերժված, ասես մի կողմի վրա
գցած միակ հուսադրող բանն էր, որ իր գլխարկների այդ կեպիների հավաքածուից ընտրել էր իր ռազմերով գլխարկը, որովհետև կապ անբան որ գնում են 3 ռազմեր մեծն է վերցնում են, որ գալի նստում ակաժների։ Մոսկվայինը իր ռազմերով էր էլի ամենայն դեպս։ Պարոն Ղազարյան, իսկ Հայաստանում էլ մայիսի 9-ին օրինակ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին լրագրող ուղիղ հարց է տալիս, այսօր ձեզ համար եռատոն է թե ոչ, Արցախցի անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է ոչ։ Եվ շատերը ընդհանրապես համարում էին, որ երկրորդ աշխարհամարտում կրած հաղթանակի օրն է, բայց ոչ մեր մայիսյան հաղթանակները Շուշիի ազատագրում, պաշտպանության բանակի ստեղծում։ Որ հաղթանակի օրը է, լսել եմ, ասում եմ, երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակի օրն է։ Մեր օրենքում տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքը հստակ ասում է, որ որոնք են տոն օրերը, որոնք հիշատակի։ Հիշատակի օրերը դրանք ՍՔՕ խորհուրդ ունեն։ Ասենք օրինակ ապրիլի 24-ը մեր օրենքով սահմանված է որպես հիշատակի օր, կամ դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։ Մայիսի 9-ը դա տոն է, կոչվում է հաղթանակի եւ խաղաղության տոն։ Հիմա Արմեն Գրիգորյանի ընկալումներով դա ոչ թե հայրենական մեծ պատերազմի, այլ երկրորդ համաշխարհային պատերազմի զոհվածների հիշատակի օրն է։ Այս վերջին շրջանում իդեպ եթե նկատել եք հանրային հեռուստաընկերությամբ հետևողական քարոզություն է արվում եւ Արծրուն Հովհաննիսյանն էր հրավիրված եւ նաեւ այտենց հանրային բանավեճի ձևաչափում տարբեր անգամ հարցադրումներն էին կասկածելի, պատկերացումներ, այտենց դիլետանտներ են հրավիրել եւ խոսում են, ասենք, երկրորդ համաշխարհային պատերազմի, այլ ոչ թե հայրենական մեծ պատերազմի մասին։ Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Խաչատուրյանի ուղերձներում հայրենական մեծ պատերազմ եզրույթ չի գործածվում ընդհանրապես։ Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմը այդ գետներին պետք է ասել, որ ոչ թե 41-45 թվականների պատերազմն է, այլ սկսվել է 1939 թվականին եւ ավարտվել է 1946 թվականին։ Այն ինչ որ մենք տոնում ենք, դա հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրն է, որին որ հայ ժողովուրդը ունեցել է շատ նշանակալի եւ մեծ մասնակցություն, եւ գնահատվել է ամբողջ համայն աշխարհի առաջավոր մարդկության կողմից, ովքեր որ եղել են այդ պատերազմի, այդ հաղթանակի շահառուն։ Բայց սրանք փորձում են նման ձևերով նսեմացնել այդ պատերազմի նշանակությունը, հայ ժողովրդի մասնակցությունը, այն Արծրուն Հովհաննիսյանը նույնիսկ մի այտենց ապուշություն դուրս տվեց հանրային հեռուստաընկերությունում, ասելով, որ Ստալինգրադի ճակատամարտից առաջ գերմանացիները մտադրություն են ունեցել Ստալինգրադը գրավելուց հետո ուրեմն գրավել Կովկասը, այդ ժամանակ արդեն ըստ Արծրուն Հովհաննիսյանի պիտի Հայաստանը արդեն եղածել էր անկախ Հայաստանի Հանրապետություն, չնայած 20 տարի արդեն սովետական միության կազմում է, բայց մի ժամում պիտի դառնար անկախ Հայաստան, դրանից հետո Գերմանիան հարձակվեր իր դաշնակից Թուրքիայի վրա, երկու Ինքը այդ ժամանակ եղել է, ոչ։ Կարծում եմ եղած կլինի, հա։ Դա ասում է պապան է մեռը, մաման է խոչի մեռը, տես մի հատ բան կա, չէ՞, անեկդոտ կա, որ ասում է իմ հայրը հայրենական պատերազմում հերոսի մահով 44 թվին մահացել, ասում է, բայց դու 64 թվի ես, քո պապան ո՞նց է 44 թվի մահ։ Դա ասում է պապան է մահացել, մաման է խոչի մահացել։ Հա, հիմա Արծրունը ոնց որ իր ասելուց ես ստանում եմ այս տպավորություն ստացա, որ ինքը ականատեսի վկայություն էր, այսինքն իմ տպավորությամբ ինքը Ստալինգրադի ճակատամարտում գերմանական զորքի կողմից մասնակցել է այդ ճակատամարտին, բայց այնպես տպավորություն ստացա, որ կարող է հենց այնտեղ ազոհվել ինքը, ու դրա համար խափանվել է էլի այդ ծրագիրը, որ հետո կան Հայաստանը ազատագրեն, հետո Գերմանիան հարձակվի իր դաշնակից Թուրքիայի վրա մի նպատակով, որպեսզի ստեղծվի մեծ հայքը, մեծ Հայաստանը ծովից ծով երևի այդ փաստորեն ըստ Արծրուն Հովհաննիսյանի ստացվում որ այդ Գերմանիայի իրական նպատակը այդ պատերազմի, որ ինքը զորք հարձակվել է եվրոպական երկրների վրա, Լեհաստանի վրա, Ֆրանսիայի վրա, հիմնական նպատակ եղել է մեծ Հայաստանի, միացյալ Հայաստանի ստեղծումը։ Այսինքն այդ ամբողջ նեղությունը Գերմանիան կրել է սովետական միության վրա հարձակվել։ Այդ սա արվել է մի բանի նպատակով, որպեսզի ստեղծվի
Միացյալ Հայաստան։ Այն էլ այդ խորհրդային միությունը, այդ թվում այդ հայերը աղմախն են դիմադրություն են ցույց տվել ու տես մենք մեր պատմական երազանքը չի հաջողվել իրականացնել էլի։ Օրինակ Լեհաստանը գրավելուց տեսակ ինչ այդ համակենտրոնացման ճամբարները ժամում մի քանի հազար մարդ ցեղասպանության են, դե օրինակ մեր մոտ չստացվավ էլի։ Որովհետև ըստ Արծրուն Հովհաննիսյանի դա ֆաշիստական պետություն չէր Գերմանիան, սոցիալ-դեմոկրատական։ Այլու վերջ։ Պարոն Ղազարյան, քանի որ վաղը ձեր դատական նիստ է, կարճ անդրադառնանք նաև դրան, որ փուլում են գտնվում, վաղը ինչ է սպասվում, եւ վերջում անպայման հիշեցրեք ժամը եւ վայրը։ Մենք գտնվում ենք այն փուլում, որ այդ գործի համար հաղորդում տված Սամվել Առաքելյանը պիտի հերթական անգամ գա նստի դատարանի միջանցքում։ Եվ հույս ունեմ, որ դա երկար կմնա հələ նստած։ Դատանը գտնվում է դատաքննություն այն փուլում, որ ես դեռ պետք է շարունակեմ իմ նախնական ճառը, դատախազը ներկայացրել է իր մեղադրական նախնական ճառը, Ռուբեն Մելիքյանը իրն է ներկայացրել պաշտպանական կողմից եւ ես հիմա արդեն երրորդ նիստն է պետք է դեռ չեմ ավարտել իմ ճառը, հավանաբար վաղվա նիստում կավարտի, որովհետեւ հիմնական մասը արդեն հասցրել եմ ներկայացնել։ Դրանից հետո պետք է դատանը անցնի ապացույցների հետազոտության փուլին, մենք պատրաստ ենք բոլոր փուլերին դատավարության, իհարկե ես լեգիտիմ ակնկալիք ունեմ, որ ցանկացած փուլում դատանը պետք է ծանրակշիռ արդեն գոյություն ունեցող փաստերի հիման վրա ուղղակի կարճի վարույթ է եւ դադարեցվի այս դատաքննությունը, անտեղի ծանրաբեռնությունը դատարանի համար, այս ապօրինի գործընթացը, այսինքն նախաքննական մարմնի գործողությունները ակնհայտորեն ապօրինի եւ անհարկի ծանրաբեռնել են դատարանին եւ մեզ բոլորիս։ Իհարկե նրանց մտադրությունը հասկանալի է թե ինչն է, այդ շինծու մեղադրանքը, որ ինձ ներկայացվել է, այնպիսի հոդված է սահմանված, որը նախատեսում է նաև մինչև 5 տարի չափով ազատազրկում, իսկ դատախազը մի օր դատական նիստի ժամանակ ենթագիտակցորեն ասաց, որ միայն ազատազրկում նախատեսող հոդված է, դրանով իսկ չկարողանալով թաքցնել ըստ էության իրենց իրական մտադրությունը, այս դատաքննության իրենց ակնկալիքը ներկայացնելու իմաստով, բայց մեր փաստարկները առավել քան ծանրակշիռ են եւ ես ակնկալում եմ, որ այս դատաքննության ընթացքում ես ոչ միայն կունենամ արդարացման վճիռ, այլ նաեւ այս դատաքննության արդյունքում պատասխանատվության կենթարկվեն քրեական պատասխանատվության այս գործի բոլոր նախաձեռնողները եւ հիմնական դերակատարները։ Մենք ունենք դրա համար նաեւ ծանրակշիռ փաստեր, ամեն դատական նիստում ես նաեւ հաղորդումներ եմ ներկայացնում հանցագործության մասին կոնկրետ դերակատարումներին եւ նրանց ենթադրել հանցանքը ըստ քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածների մատնանշելով։ Այնպես որ դժվար է լինելու այդ մեղադրող կողմի համար Էդգար Ղազարյանին հանցագործ դարձնել, այն դեպքում, երբ որ հանցագործները վխտում են մեր հասարակության ամենաբարձր օղակներում։ Եվ ժամը տեղը դատական նիստը մշտապես տեղի է ունենում Երևանի քրեական ընդհանուր իրավասության քրեական դատարանի կենտրոն նստավայրում Տիգրամես 23/1 հասցեում, դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում կամ շատերն ասում են Կինո Ռոսիայի դիմացի այդ դատարական նստավայրում, բոլոր նիստերն են այնտեղ լինելու, նախորդներն են այնտեղ եղել, ժամը առավոտյան ժամը 10-ին է վաղը։ Շատ լավ, մենք բնականաբար լինելու ենք այնտեղ, լուսաբանելու ենք եւ կկարողանան շատերը հետեւել, նաեւ բաց դրամ դատական նիստը քաղաքացիներն էլ կարող են գալ, բավականին մեծ թվով քաղաքացիներ աջակցություն եւ շնորհակալ եմ շատ, գալի մասնակցում են դատական նիստերին, նաեւ ձեզ եմ շնորհակալ այլ լրատվամիջոցների, որոնք որ միայն ոչ միայն լուսաբանում են, այլ նաեւ ուղիղ եթերով հեռարձակումներն են ապահովում, իսկապես այս գործի հանրայնացում ունի կարևոր նշանակություն ոչ միայն ինձ համար, դատաքննության արդյունավետ ընթացքի համար, այլ նաև հասարակության համար, որովհետև այն մեղադրանքը, որ ինձ ներկայացված է, դա ցանկացած պահի կարող է վերաբերել լինել Հայաստանի ցանկացած քաղաքացու, որովհետև ինձ մեղադրում են ընդամենը ազատ խոսք արտահայտելու եւ իմ տեսակետը ազատ ներկայացնելու համար։ Իսկ եթե դա որևէ կերպով սահմանափակվի, դա կվերաբերվի ցանկացած քաղաքացու, այսինքն
Ես ըստ էության դատարանում պաշտպանում եմ ոչ միայն իմ շահերը, այլ պաշտպանում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիների նրանց ազատ խոսքի շահը։ Շնորհակալ եմ։ Ես եմ պարոն շնորհակալ։ Ղազարյան։ Զրուցում էինք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ այսպիսի ներդիտակ